Մերի Մանուկյան 24 News, պարոն Հովակիմյան, դուք նշեցիք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կամ ընդհանրապես անցկացման հետ կապված կարող եք հպարտանալ ու ասել արդար, թափանցիկ, առանց խախտումների է տեղ ունեցել, բայց Սահմանադրական դատարանը ամեն դեպքում իր որոշման մեջ գտել է, որ տեղի են ունեցել ընտրախախտումներ եւ մասնավորապես այն երկու ընտրատեղամասերի վերաբերյալ կուզեմ անդրադարձ կատարեք, որի մասով էլ ասում եք, որ ընտրություններից հետո կխոսեք, այդ երկու ընտրատեղամասերի արդյունքները վճռորոշ են եղել այնքանով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության 5 մանդատները չեն ստացել տվյալ ուժի ներկայացուցիչները եւ այդտեղ խախտումները ձեր խոսքն են մեջ բերում Սահմանադրական դատարանի նիստից հետո, որ այնտեղ այնպիսի խախտումներ են տեղի ունեցել, որտեղ ընտրությունների անցկացումը հնարավոր չէ շարունակականությունը ապավել։ Այսինքն դուք այստեղ ընդունում եք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թերացել է իր աշխատանքում, ուշ է արձագանքել, ինչով պայմանավորված է հիմա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի անցել խորհրդարան, որտեղ եթե այդտեղ կար խնդիր, ինչու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակին չի արձագանքել, փորձել ուղղել, շտկել այդ խնդիրները, որպեսզի նաև մարդիկ իրենց սահմանադրորեն տրված իրավունքները կարողանան իրացնել։ Եվ մեկ երկրորդ հարց, պարոն Հովակիմյան, կապված նախաքննական գաղտնիքի հետ, մոտ մեկ ամիս առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համենայն դեպս պատշաճ կերպով տեղեկատվությունները հրապարակվում էր, թե ում վերաբերյալ ինչ միջնորդություններ են ներկայացված, բայց Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նախորդ միջնորդության վերաբերյալ որևէ տվյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չկար, ուղղակի անորոշ ձևով ձևակերպումներ էին, որ միջնորդություններ են ներկայացված եւ նույնն էլ հիմա ուզում եմ հասկանամ ինչն է փոփոխվել, մասնավորապես նաեւ այն պարագայում, որ ընտրություններից առաջ եւ ընթացքում նաեւ դուք եթե չեմ սխալվում, հակակոռուպցիոն կոմիտեի հետ հրապարակված տեքստերի, ձայնագրությունների վերաբերյալ, որտեղ չհնչեցվեն ուժերի անունները, դիմում էիք ներկայացրել, որը մերժվել։ Հիմա ինչպես է ստացվում, որ այս դեպքում նախաքննական գաղտնիք չի պահվում, բայց ձեր դեպքում ինչ որ ընթացքում արդեն սկսում եք նախաքննական գաղտնիքը պահել։ Շնորհակալություն։ Հարգելի լրագրողներ ջան, Մանուկյան ջան, տեսեք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, որ ասում եք հրապարակում ենք, մենք հրապարակում ենք ընդհանրապես վարչական վարույթի մասին ծանոթությունները, որտեղ քրեական գործի մասին կամ մեղադրանքի մասին ոչինչ չկար։ Մենք ընդհանրապես, երբ որ ունենում ենք միջնորդություն քննարկելու, չէ՞, վարչական վարույթ, մենք ընդհանրապես հրապարակային, ինչպես կարվում է, ծանոթություն ենք մեր այգում ծանոթություն ենք, որ նման միջնորդություն է քննարկել, բայց այնտեղ երբեք չի եղել որևէ մեղադրանքի մասին որևէ։ Ահա, տեսեք, բայց երբ որ իմի գանք ծանոթելու, երբ որ վարչական վարույթ ունեցել ենք, այսինքն միջնորդությունը քննարկել, այսինքն առարկական քննարկել, ծանոթել ենք։ Ես կրկին հիշեցնում եմ, մենք ըստ էության վերջին նման նիստը ունեցել ենք հունիսի 19-ի, որ ասացի, դրանից հետո մենք ունեցել ենք նիստ, որի ժամանակ ընդհանրապես միջնորդությունները վերադարձրել ենք, այսինքն առարկայական միջնորդությունները չեն քննարկել։ Դրա համար վարչական վարույթ որպեսզի այսինքն ծանոթում կողմերի ծանոթում, ես ճիշտ ասած վստահ չեմ, այսինքն դա հրապարակային դրվել է, թե չի դրվել, բայց ենթադրում որ դրանով է պայմանացել, որովհետև այդ ժամանակ մենք ընդհանրապես քննարկել ենք միջնորդությունները վերադարձնելու հարցը։ Այսօրվա մեկ հարցինը, եթե Տիկին Գևորգյան ծանոթությունը դրված չի, բան վարչական վարույթի հետ ծանոթությունների։ Այսինքն այսօրվա 17:00-ի նիստի վարչական վարույթի ծանոթությունը դրված է։ Բայց երբեմն դա ինչ վերաբերում երկու տեղամասերի, տեսեք, եթե այդպես ասենք թերացումներ, այո, ավելին մենք կամ բազմաթիվ թերացում ունենք, որ մենք ենք նկատել, չէ, որը որ ավելի շատ ինքը նույնիսկ նեղ մասնագիտական է, այսպես ասենք, որ մենք մեր համար գույքագրել ենք եւ շտկել ենք։ Սահմանադրական դատարանի որոշումով ենք առաջնորդվում, ես ուղղակի կառաջարկեմ, որ դուք Սահմանադրական դատարանի նախորդ ընտրությունների բոլոր հետ գնաք ու ընթերցեք
նախորդ ընտրությունների որոշումները։ Շատ այդ իմ ասած ամբողջ այդ զարգացման մեր նաև ընտրական համակարգի զարգացման այս ընթացքը դուք առարկայում կարող եք տեսնել, եթե սկսեք օրինակ 91-ին Սահմանադրական դատարանի առաջի որոշումը, որ ընտրությունների արդյունքներով կայացրել, եթե չեմ սխալվում 96 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ եղել։ 96, 98, 99, 2003 նախագահական ազգային ժողով, 2007 թվական, 2008 թվական։ Ես կարող եք ընթերցել եւ տեսնել, թե ինչեր է, այսինքն Սահմանադրական դատարան այդ խնդիրները, ինչ խնդիրների է Սահմանադրական դատարանը անդրադարձել։ Ես կարող եմ ասել, որ այն խնդիրները, որ Սահմանադրական դատարանը անդրադարձել է, ի համեմատ նախորդ բոլոր ընտրությունների ամենաքիչն է։ Եվ բայց այն խնդիրներ, որին այդ խնդիրներին բոլորին, եթե նույնիսկ կան խնդիրներ, որոնք օրինակ օրենսդրական լուծման կարիք ունեն, այդ դեպքում մենք ուղղակի դիմենք ազգային ժողովին, որ ազգային ժողովը այդ խնդիրների լուծում տա, բայց այդ խնդիրները, բոլոր խնդիրները, որ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթով մենք այդ խնդիրների լուծում տանենք։ Ինչ վերաբերում երկու տեղամասերի հետ կապված։ Տեսեք, երկու տեղամասերում տեղ ունեցած խախտումները այնպիսին են, որ եթե երկու չէ, 3, սկսենք նայել, երկու չէ, 3 էր։ Եթե այդ տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր չճանաչվեին, ապա նույն ընտրությունների մասնակից քաղաքական ուժեր կարող են ընդհանուր ընտրությունների անվավերության հարց բարձրացնել։ Եվ այս է խնդիրը, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ որ առանձին տեղամասերում տեղ ունեցել խախտումներ, որոնք որ քվեարկության արդյունքները այլևս հնարավորություն չեն տալիս ունենալ քվեարկության օրինական արդյունքներ, եւ այս դեպքում ընտրական օրենսգիրքը դրա համար այդ պատճառով ընտրական օրենսգիրքը նաև ունի այդ ինստիտուտը, որ առանձին տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու ինստիտուտ ունի դրա համար։ Այդ նպատակով է, որ կարող է նման իրավիճակ տեղ ունենալ։ Եվ այդ իրավիճակը տեղի ունեցել, այ հաջորդ քայլը արդյոք պիտի վերաքվեարկություն նշանակվեր, թե ոչ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտեցումը եղել այն, որ այս դեպքում վերաքվեարկություն նշանակելու կարիք չկա, որովհետև այդ տեղամասերում տեղի ունեցած խախտումները ընդհանուր արդյունքների վրա չեն ազդել։ Ես կրկնում եմ, այստեղ մի հատ շփոթություն կա, որ երբ որ ասում ենք տեղամասերում տեղի ունեցած խախտումներ, դա նշանակում է, որ այդ տեղամասերում բոլոր կուսակցությունների ձայները 0 են։ Այսինքն այն խախտմամբ ձևավորված ինչ որ թվեր, որ եղել է նախնական արդյունքներով, չէ, նախնական արդյունքները, որ եղել է, իրավական տեսանկյունից իրան գոյություն չունեն, որովհետև եթե ընդունում ենք, որ խախտումները տեղի են ունեցել, իսկ կարծես թե բոլորը ընդունում են, որ այդ խախտումները տեղի են ունեցել, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այո, պիտի այդ տեղամասերի քվեարկության արդյունքներ անվավեր ճանաչել։ Երբ որ այս ընդունում ենք, արդեն այդ թվերը այդտեղ բոլոր կուսակցությունների թվերը դառնում են 0։ Որևէ մեկը տվյալ դեպքում այդ տեղամասում չուներ X ձայն, որպեսզի գումարեր եւ ստանար ինչ կլիներ։ Հասկանալի է։ Տեսեք, հիմի ես ասում կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտեցումը այն էր, որ ասենք ինչպես գնահատենք, ազդել է թե չի ազդել։ Որտեղ ազդեցությունը ընտրական օրենսգիրքի տեսանկյունից ազդեցությունը ասում է, որ մասնակիցների թիվը 75 թե 74 կարող է սխալվում եմ։ Այնտեղ ասում է, որ մասնակիցների թիվը գրվում է որպես անճշտություն։ Մնացած թվերը 0։ Այսինքն ինքը ազդեցությունը մասնակիցների թիվն է, որը դառնում է անճշտություն։ Անճշտությունը գումարվում է մանդատների բաշխմանը, հասկանում եք։ Հիմի որպեսզի ունենանք բարձ թվաբանություն է, ունենք 3 տեղամասի մասնակիցների թիվ, որը ավելացել է անճշտություններին։ Հանում ենք այդ ազդեցությունը, այսինքն այդ 3 տեղամասի անճշտությունները, այսինքն ազդեցությունը հանում ենք ընդհանուր արդյունքներից։
Եվ կրկին մանդատների բաշխում ենք իրականացնում։ Իրավիճակը փոխվում է, թե չի փոխվում։ Չի փոխվում, այսինքն կրկին այդ դեպքում այն ինչ ես սահմանադրական դատարանում ասել է, ես նորից դա եմ կրկնում։ Այդ դեպքում կրկին մենք ունենում ենք նույն իրավիճակը, այսինքն շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ։ Եվ սա է ազդեցության գնահատականը, սա է։ Ազդեցության գնահատականը ըստ օրենքի սա է։ Քաղաքական ակնկալիքների կամ այլ ակնկալիքների տեսանկյունից ես այսպես որ այդ հասկանալի է մարդկանց այսպես բնական է որ տարբեր քաղաքական ուժերի օգտին քվարկած քաղաքացիների ակնկալիքը տարբեր է, բայց ես կրկնում եմ, սա այն ինչ որ ես եմ ասում, սա ընտրական օրենսգրքով է պայմանավորված, սա ընտրական օրենսգրքի լույսի ներքո խնդիրն է, թե այլ մարդիկ ինչ ակնկալիք ունեն, ես մեկ անգամ եղել է ասուլիսում ասել եմ ինձանից ակնկալիքը այն է, որ այդ ամփոփումից հետո էր, որ ես պիտի ինչ-է ընտրություն կերտեի, որպեսզի Բարգավաճ Հայաստան անցներ, արգելինես մոտապես դա է ստացվում։ Այն ակնկալիքը, որ կա, դա է, որ անեիք այնպես, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցներ։ Կներեք ընտրական օրենսգիրքի կարգավորումները եւ օրենքով ինձ վրա եւ հանձնաժողովի վրա դրված պարտականությունները այլ են։ Պարոն Հովհակիմյան, ձեր ասածը ընկալելի է եւ հասկանալի է։ Մենք հասկանում ենք, որ այդ բոլոր ձայները ընտրատեղամասերում բոլոր ուժերից զրոյացվել են, հարցը եւ խնդիրը դրանում չի։ Դուք ասում եք ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա, բայց ինչպես ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա, ելքի վրա չէ, ընտրության արդյունքների վրա։ Ընտրության արդյունքների վրա, եթե օրինակ Բարգավաճ Հայաստանն էլ պնդում է, որ այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով իրենք հատում էին անցողի քշեմը, դուք հիմա պնդում եք, որ իրենք այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով էլ չէին հատելու խորհրդարան անցնելու շեմը, եւ նաեւ դուք այստեղ նշեցիք, որ եթե մենք այդ 2 ընտրատեղամասերի արդյունքները անվավեր չճանաչեինք, ուժերը գնալու էին արդեն ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ճանապարհով։ Այստեղ հարց է առաջանում, պարոն Հովհակիմյան, դա իրենց սահմանադրական իրավունքն է, կուզեին կդիմեին սահմանադրական դատարան անվավեր ճանաչել, դուք ինչի եք այդտեղ անհանգստանում։ Ինչն էր խնդիրը։ Դուք ասացիք, որ եթե այդ ընտրատեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեն, ուժերը ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ճանապարհով էին գնալ։ Ուզում եմ հասկանամ ձեր մտահոգությունը այդտեղ ո՞րն էր կամ ո՞րն է։ Իմ մտահոգությունը որպես նախագահ եւ կենտրոնական հանձնաժողովի եւ ունենալ ընտրություններ, արդյունքներ, որոնք վիճարկման, այսինքն անվավեր չեն կարող ճանաչվել։ Սա է։ Այսինքն դուք ասում եք, այսինքն ձեր ավելի պարզ ներկայացնում ձեր ասած ասել լավ խախտում էր եղել, աշկ փակեք իրենք բողոքեին այդ խախտումից չէին բողոքի, չէ, այդպես չի, հենց առաջ գնահատողը չէ։ Տեսեք, գնահատողը այդպես է։ Խախտումները ոչ ոք չի վիճարկել, հարգելի լրագրողներ, ես կրկնում եմ, խախտումները, որ տեղ են ունեցել, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ 3 տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը բոլորի կողմից ճանաչվել է որպես ճիշտ որոշում։ Հասկանում եք, այստեղ խնդիրը ինչու է կան, բոլորը ընդունում են, ասում են, այ դուք արել եք ճիշտ որոշում, բայց ձեր հաջորդ քայլերը մեր սրտովը չի, որովհետև մենք դրանից չենք շահ, չէ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաջորդ քայլերը կրկին բխել են ընտրական օրենսգրքից։ Եվ երբ որ ես ասում եմ, որ չեն ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, դա ասում եմ, բանաձևը շատ պարզ է։ Մենք ունենք 3 տեղամաս, որտեղ տեղի ունեցել խախտումներ, կա խախտումների ազդեցություն, որը վերածվում է անճշտությունների։ Եվ կա ընտրությունների արդյունքներ մնացած 2002 տեղամասերում։ Արդյունքն, որպեսզի ազդեցությունը գնահատեք, պիտի դիտարկեք այդ 2002 տեղամասերի քվեարկության արդյունքները, ընդհանուր արդյունքները ինչպիսին են։ Կա իրավիճակ, որ այդ արդյունքները 3 խմբակցություն է անցնում, չէ՞։ Այս 2002-ում։ Այս 2005-ում արդեն ավելացրած են անճշտությունները, այսինքն վատար պատկերը ավելացրած։ Կրկին իրավիճակը նույնն է, կրկին 3 խմբակցություն է անցնում։ Սա է որ իրավիճակը, երբ որ ասում ենք, որ չի ազդել, սա պարզ բանաձև է, հասկանալի է, երբ որ
այսպես ասեմ, երբ որ մի բան դիմացինի ցանկությունով չի, ինքը կարա հրաժարվի չընդունի, բայց խնդիրը էսա, որ 2005 տեղամասերի քվեարկության արդյունքներով, այդ թվում անվավեր ճանաչված 3 տեղամասերով, անցել է 3 խմբակցություն։ 2002-ը, եթե այդ 3 տեղամասը չդիտարկենք, այսինքն այդ 3 տեղամասի արդյունքները ընդհանրապես չդիտարկենք, կարծես այդ 3 տեղամասը ընդհանրապես այնպես քվեարկություն չէր եղել։ Էլի անցնում էր 2002 տեղամասը կրկին անցնում է 3 խմբակցություն։ Այսինքն ստացվում է, որ այս 3 տեղամասի խախտումները չեն ազդել ընդհանուր արդյունքների վրա։ Եթե 3 տեղամասի արդյունքներ, 3 տեղամասի անվավերությամբ փոխվեր պատկեր, այսինքն 2002-ով լիներ մի պատկեր, 2005-ով լիներ մի պատկեր։ Այս դեպքում արդեն մենք գալիս ենք այն քննարկմանը, արդյոք նման պայմաններում հնարավոր է կազմակերպել վերաքվեարկություն։ Այդ իմ Սահմանադրական դատարանում ներկայացված խոսքից կարևոր դա է, որ նման, բայց սա կրկնում եմ, շարունակությունն էր։ Դա լինելու շարունակությունը, որ արդյոք 3 տեղամասում վերաքվեարկություն նշանակելը լինելու ազատ արդար թափանցիկ քվեարկություն, թե այս դեպքում ուղղակի ունենալու է փակ ռեժիմով, բայց բաց քվեարկություն, բայց ասում եմ, կրկնում եմ, դա կլիներ այն դեպքում, այսինքն այդ հարցի քննարկումը ավելի ակտուալ կլիներ այն պարագայում, եթե 2002 տեղամասերի արդյունքները եւ 2005-ով ամփոփված արդյունքները իրարից տարբերվեին։ Հիմա սա շատ պարզ այնտեղ, եթե չեմ սխալվում, ընդամենը 21 ձայնով է խնդիրը իրավիճակը փոխվում։ Այսինքն 21 ձայնով է այս իրավիճակը փոխվում։ Մենք վաղաշաբաթի ընտրություններում ունեցանք իրավիճակ, երբ որ խմբակցություններից մեկը 16 ձայնով հավաքանիում խմբակցություն չունեցավ։ Հիմա այս դեպքում մոտավորապես նույն խնդիրն է։ Հասկանում եմ, որ ազգային ժողովի այս դեպքում արդեն ազգային ժողովի падգամավորի մանդատի падգամավորական խմբակցության մասն է խոսքի գնում, բայց իրավիճակը սա է օրինական վիճակը։ Մնացածը արդեն էմոցիա են եւ ընդհանրապես քաղաքական գնահատականներ։